Շատերի մոտ կա թույլ կարծիք, որ էնդոկրին վիրաբուժությունը իր մեջ ներառում է բացառապես հանրությանը հայտնի վահանաձև գեղձի պաթոլոգիաների բուժումը, այնինչ էնդոկրին վիրաբուժությունը հարվահանաձև, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձերի հիվանդությունների միակ, այսպես ասած, շտապ օգնությունն է։ Նշված էնդոկրին գեղձերի հիվանդությունները իրենց հերթին բաժանվում են բարորակ և չարորակ, հորմոնալ ակտիվ և հորմոնալ ոչ ակտիվ խմբերի։ Իզմիլյան բժշկական կենտրոնում հետազոտվել և վիրահատվել են բուժառուներ, որոնց մոտ ախտորոշվել են նշված հիվանդությունները արդեն բարդացած փուլում։ Իսկ թե ինչ տիտանական աշխատանքների արդյունքում է հաջողվել փրկել բուժառուներին, բժշկի մոտ հաղորդաշարի շրջանակներում բացառիկ մանրամասներ է ներկայացրել էնդոկրին վիրաբույժ Արմեն Մելոյանը։ Շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Ձեզ ասեմ, որ բացի վահանաձև գեղձից էնդոկրին վիրաբույժները զբաղվում են նաև հարվահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում, մակերիկամի հիվանդությունների դեպքում, ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքներով են զբաղվում, դրա համար կուզենայի ներկայացնել մի քանի կլինիկական դեպքեր, որոնք կապված են վահանաձև գեղձի, մակերիկամի, ենթաստամոքսային գեղձի ախտարման հիվանդությունների դեպքում։ Առաջի դեպքը, որը կուզենայի ներկայացնել, դա հարվահանաձև գեղձի հետ կապված դիմել է մեզ Իզմիրյան բժշկական կենտրոն բուժառու Իգական Սեռի, որը մոտ 45 տարեկան էր, գանգատվում էր ոսկրային ցավերից ու տառապում էր միզաքարային հիվանդությունով։ Դիմել էր մեր մոտ միզաքարային հիվանդության պատճառներից մեկը հայտնաբերելու նպատակով։ Հիվանդը անամնեզով պարզվեց, որ մի 4 տարի տառապում է միզաքարային հիվանդությունով, տարին 2 անգամ քարափշումներ, քարափշումից մոտ 2-3 ամիսի հայտ են գալիս նոր քարեր, մեզ կողմից հետազոտվեց լաբորատոր տվյալներով ունեցանք պարաթհորմոնի բարձր թվեր, կալցիումի իոնիզացված ընդհանուրի բարձր թվեր, նախնականով ախտորոշվեց կասկածվեց, որ կարող է լինի առաջնային հիպերպարաթիրոզ, գործիքային հետազոտության արդյունքներում սոնոգրաֆիայի, վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձի սցինցիգրաֆիայով հայտնաբերվեցին 2 հիպերակտիվ օջախներ, որը բնորոշ են ադենոմաների։ Հիվանդին կատարվեց նաև դենսիտեմետրիկ հետազոտություն, ախտորոշվեց արտահայտված օստեոպարոզ ու նախնական դիագնոզով առաջնային հիպերպարաթիրոզ, երիկամային ձև, հիպերկալցեմիկ տարբերակով առաջարկեց վիրահատական բուժում։ Կատարվեց պարաթիրոիդեկտոմիա, հեռացվեց 2 հիպերակտիվ օջախները, մեկի չափսը մոտավորապես 9 մմ էր, երկրորդի չափսը 1,2 սանտիմետր էր, ներվիրահատական պարաթհորմոնի ախտորոշումը վիրահատության ընթացքում ցույց տվեց, որ պարաթհորմոնի բարձր թվերը մոտ 200-ը 15 րոպե հետո ունեցանք 30, որը մեզ բավարարեց վիրահատությունը ավարտելու էլի։ Վիրահատական շրջանում ունեցել ենք հարթ ընթացք, հիվանդը գտնվում էր հսկողության տակ, այս մի քանի ամիսների ընթացքում նոր քարառաջման դեպքեր չենք հայտնաբերել։ Երկրորդ հիվանդը, որը կուզենայինք ներկայացնել, կապված է մակերիկամի հիվանդության հետ, դիմել էր մոտ 20 տարեկան Իգական Սեռի բուժառը, որը գանգատվում էր բարձր ճնշումից, մոտ 180-200։ Ի հայտ էր եկել այդ ճնշման բարձրացումը մոտ 6 ամիս առաջ, հետազոտվել էր, հայտնաբերել էր ձախ մակերիկամում հսկայական գոյացություն։ Մեզ մոտ դիմեց, կատարվեց
գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ, որով հայտնաբերվեց մետանեֆրինների եւ նոր մետանեֆրինների բարձր թվեր, ախտորոշվեց ֆիոխրոմատոստոմա, ձախ մակիրիկամի։ Նախավիրահատական պատրաստումից հետո կատարվեց վիրահատական բուժում, կատարվեց լապարասկոպիկ եղանակով, լապարասկոպիկ ադրենալեկտամիա, վիրահատությունը անցել էր հարթ, ներվիրահատական բարդություններ չենք ունեցել, հետվիրահատականում հիվանդը գտնվել է 5 օր բուժական բաժանմունքում, կատարվել է սիմպտոմատիկ բուժում, գտնվում է մեր հսկողության տակ։ Այս ամիսների ընթացքում ունեցել ենք ճնշման կարգավորում առանց դեղորայքային բուժման ֆոնի։ Ու երրորդ հիվանդը, որը կապված է ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքների հետ կապված, մոտ 50 տարեկան իգական սեռի բուժառու է, որը գանգատվում էր գիտակցության կորուստներից, գլյուկոզայի ցածր թվերից։ Առաջի անգամ գիտակցությունը կորցրել էր մի 7 տարի առաջ։ Անգիտակից վիճակում տարել էին մարզային կենտրոններից մեկում, որտեղ ինսուլտի կապակցությամբ հետազոտության ընթացքում ինսուլտը երգվեր էր, սակայն արյան մեջ հայտնաբերել է ցածր քանակի գլյուկոզ արյան մեջ, 1.2 էր եկել։ Նայվել է թերապևտի էնդոկրինոլոգի կողմից, սակայն հետազոտության արդյունքներում գոյացություններ չէր հայտնաբերվել, առաջարկվել էր էնդոկրինոլոգի հսկողություն ու օգտագործել քաղցր սնունդ հաճախակի։ Սակայն գնալով հիվանդի վիճակը գնալով ավելի վատացել էր, գիտակցության կորուստները հաճախացել էին, քաղցր սնունդ օգտագործելով մոտ 40 կիլո քաշի ավելացում ու գլյուկոզայի ցածր թվեր։ Մեզ դիմել էր արդեն ագրեսիվ վիճակում էր գտնվում։ Հետազոտության արդյունքներում հայտնաբերեցինք ինսուլինի, պրաինսուլինի բարձր թվեր, գլյուկոզայի ցածր թիվը արյան մեջ մոտ 2.2, կատարվեց սոնոգրաֆիկ եւ ԿՏ հետազոտությունները, որով հայտնաբերվեց ենթաստամոքսային գեղձի մարմնի գոյացություն մոտ 3-2.5 սանտիմետրի վրա, առաջարկվեց վիրահատական բուժում, հիվանդը վարվեց նախավիրահատական շրջանում էնդոկրինոլոգի կողմից, նշանակվեց հատուկ սպეციფიկ դեղեր, որը բնորոշ ինսուլինոմայի համար, ունեցանք գլյուկոզայի բարձր թվեր բարձրացրեցինք, ինսուլինի թվեր իջացրեցինք առանց քաղցր օգտագործելու։ Հիվանդը վիրահատվեց, կատարվեց լապարասկոպիա, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի հեռացում, այդ վիրահատական շրջանում վիճակը բարելավվեց, ինսուլինի թվերը ինքնուրույն իջան, շաքարի թվերը կարգավորվեցին ու առանց շաքարային դիաբետի ելքով հիվանդը դուրս է գրվել, հիմա վարում է ակտիվ կյանք, ընդունվել է աշխատանքի ու գտնվում է մեր հսկողության տակ։ Դուք խոսեցիք եզակի դեպքերից, բայց կարծում եմ մեր հետևորդները, ձեր պացիենտները մեզ չեն ների, եթե չխոսենք հասարակության ամենասիրելի էնդոկրին վիրաբուժության հետ կապվող վահանաձև գեղձի խնդրի մասին։ Կուզենամ որպես մասնագետ նշեք, թե որ դեպքում է ցուցվում վահանաձև գեղձի վիրահատություն, որովհետև շատ հաճախ հասարակության մեջ, հատկապես այսպես ասած, երբ բժիշկները նրանց ասում են, որ էնդոկրինոլոգները նշում են, որ օրինակ ունեք վահանաձև գեղձի խնդիր, միանգամից հաշվի առնելով այսօր համացանցում տարբեր հիվանդությունների մասին տարբեր բժիշկների կարծիքներ կան, նշում են, որ արդյունավետ չէ առհասարակ վահանաձև գեղձի դեպքում բուժումը եւ միանգամից պետք է վիրահատական բուժման մեթոդի դիմել։ Ուզում եմ որպես մասնագետ փարատեք այդ, այսպես ասած, կարծրացած տեսակետը եւ նշեք, թե որ դեպքում պետք է անհապաղ դիմել վիրահատական միջամտության վահանաձև գեղձի պաթոլոգիայի դեպքում։ Վահանաձև գեղձի պաթոլոգիաները վիրահատում ենք խիստ ցուցումներով, մի քանի ցուցումները, որի դեպքում կատարում են վիրահատությունները, առաջինը չարագոյացություններն են, երկրորդներ ունենք կոմպրեսիոն համախտանիշ, то есть հանգույցների չափսերը այնքան մեծ են, որ
ճնշում են հարակից օրգանները, շնչափող, կերակրափող, դրա այդ դեպքերում, երկու դեպքերում կատարում ենք, ցուցում ենք դնում վիրահատական միջամտություն։ Իսկ մեկ վիրահատական միջամտությամբ հնարավոր է վահանաձև գեղձի պաթոլոգիայից առհասարակ ազատվել այս դեպքում չարորակ գոյացության դեպքում։ Կատարում ենք, աշխատում ենք հիմա ամենափոքր ծավալի վիրահատությունը, որ կատարում ենք կլինի բարորակ թե կլինի չարորակ գոյացությունը, դա բլթի հեռացումն է, մինիմալ վիրահատությունն է, որի դեպքում ռեցիդիվներ չենք ունենում։ Հասկացա։ Եվ վերջին հարցը թերևս վահանաձև գեղձի հետ կապված, դուք եւս շատ հաճախ լսած կլինեք ձեր շրջապատում, որ նշում են, եթե չարորակ գոյացությունը լավ կլինի դանակ չկպնի, հա, այսպես հասարակության լեզվով ասած, այս մասով ինչ կասեք։ Չարորակ գոյացությունները պետք է վիրահատվեն էնդոկրին վիրաբուժի կամ ուռուցքաբանի կողմից ու ունենում ենք շատ լավ արդյունքներ։ Եվ վերջում ինչու դիմել Իզմիլյան բժշկական կենտրոն այս դեպքում էնդոկրին վիրաբուժության լավագույն արդյունքը գրանցելու համար։ Իզմիլյան բժշկական կենտրոնը ի շնորհիվ իր բարձր պրոֆեսիոնալ թիմի, իր բոլոր ծառայությունների շնորհիվ կատարում է բոլոր ծավալի վիրահատությունները էնդոկրին հիվանդությունների դեպքում։ Շնորհակալ եմ բժիշկ, շնորհակալ եմ ձեր խիտ գրաֆիկից մեզ ժամանակ տրամադրելու եւ մեր հաղորդման մասնակցելու համար։ Ձեզանից ենք շնորհակալ։